Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Շնորհակալ եմ շատ։ Նայեցինք թե ինչ շինարարություն է, ինչ մասշտաբի շինարարություն է գնում Մեղրիում։ Երբ է այսքան փող դրվել Մեղրիում։ Ճիշտ է։ Կարեն Դիմիրճյանի ժամանակ։ Ճիշտ է։ Մեկ է ձեր ժամանակ դա պատմությունը ցույցատալու ասվելու է։ Բարի։ Հիմա գնում է մեր լավ գործեր ակնկալում։ Իսկ ինչ եք մտածում, եկեք հələ քայլենք։ Ինչ եք մտածում, այս տրիպ նախագիծ, ճանապարհներ։ Ինչ մտավախություններ ունեք։ Ժողովուրդը ոնց է ընդունում տրիպ նախագիծը։ Ուզողները չեն ուզում, ուզողներն ուզում են, ի՞նչ է։ Հələ մենակ մի բան ասեք։ Հիմա Մեղրիում օրինակ տների գները, հողի գինը իջելա թե բարձացել։ Հանգա։ Սայնի գներն ա դառել։ Արի, մի հատ երեխեքին տվեք, արի հələ մի հատ քեզ սրանից նվիրեմ։ Չէ, մի րոպե, էս հաստա էս շորդ, ստեղ պետք է գցնի։ Հաջա։ Ով։ Բոլորը եկել են։ Շատ լավ են արել։ Բարև ձեզ։ Լավ եք։ Մի հատ Սիսակ ջան նկարի։ Բերեք։ Բարև երեխեք։ Ընկա, բարձացրու։ Այն կլորակը բանար, հա, դու բալես։ Լավ եք։ Լավ, դուք ոնց եք երեխեք։ Լավ եք։ Գիտեք որ պետք է գանք։ Հա։ Որտե՞ց գիտեք դա։ Դրամա սպասում եք։ Հա։ Բա որտե՞ց գիտեք որ պետք է գաք։ Հա։ Լսել եք։ Ինտերնետից եք իմացեք, հա։ Լայվը նայում ենք։ Հա, հաստատ։ Կոֆե կարում ձեր ընկերը կոֆե չուներ, հալավ սրտիկով շոկոլադ կերավ։ Այս ինտե։ Մի րոպե ես ձեր սրտիկով շոկոլադ բերեմ։ Սրտիկով բանից կա թե չկա։ Հələ բերեք։ Եթե կա բերեք։ Վերջը չասիկ որտեղի կարը։ Թխել են։ Բա դրա մասին այս շոկոլադի մասին էլ ենք վիդեո արել, չեք տեսել։ Ահա։ Ով չստացավ սրանից։ Ահա։ Շուտ հաստա, այս վերցրու դու կկպցնես հետո։ Դե տակ եք հագնված երեխեք, չեմ կարում կպցնել։ Ով ստացել է հետ կանգնեք, որ մյուսները։ Ով չունի վերցրեք, ով չունի վերցրեք։ Ասլոտով ճաշել։ Քեզ լիքը սրտիկներ ձեզ։ Այս սրտիկով թխվածքներից վերցրեք։ Հաջան։ Շատ ապրեն, բարև ձեզ։ Արի այ քո կիմանոին շատ հարմար կլինի սրանից կպցնել։ Արի ես ինչ լավ տղերք են, ես ինչ լավ սենց կիմանոյով։ Կարատեի գազանն։ Կարատե Գազանն է։ լավ է պարապում։ Իր ավակտը, հա։ Հա, գազան, հա։ Շատ ապրեք։ Ես քեզ ով չստացավ սրանից։ Արի։ Բարև ձեզ, պարոն Վարչապետ։ Բարև եղբայր։ Մարզիչն եմ երեխաների։ Ուրախ եմ շատ։ Խացան երեխաների մացան, ասի դադարեցնում ենք պարապունքը։ Շնորհակալ ենք շատ եղբայր։ Տեսնենք։ Եկեք, ով է նկարվում, դե կանգնեք։ Ես։ Նկարվեք երեխաները։ Նկարվեք, կանգնեք։ Թեքվեք երեխաներ ջան, թեքվեք մահերիկ ջան։ Այսօր թեքվեք։ Կանցս թեքվեք։ Ասեք հետո ես մտամ։ Այսօր։ Մենք իմիջայլոց։ Ասեք ես։ Իմիջայլոց։ Իհարկե համեցեք։ Ոնց որ հիմա 300 դպրոց 500 մանկապարտեզի ծրագիրն է, մեր նախընտրական ծրագրում գրել ենք մինչև 100 մարզադպրոցների, հա, գիտեք սրտիկ անել երեխեք, սրտիկով։ Մեղրի համար մարզադպրոց։ Մի հատ լավ մարզադպրոց։ Մեղրի համար մի հատ մարզային դպրոց։ Էդ է ասում, մեր նախընտրական ծրագրում ներառել ենք հանրապետությունում 100
առնվազն 100 մարզադպրոց, գեղարվեստի դպրոց եւ արվեստի դպրոցներ, այնց որ անպայման մենք այդ թեմային կանդրադառնանք։ Ձեր բարև ձեզ, լոֆտը աշխատում, հա։ Լավ է գործերը։ Շատ լավ է։ Գնացինք դե Բարև եղբայր։ Հարաբունքի զորագալուց Շատ լավ։ Հաջողություն։ Հա, եղբայր, ասա։ մեկ մի հատ տարածք մեկ բանը ուզում ես բեզալացակայում ընկել է Սույս Սարաթի ծրագրի տակ։ Հիմա մեկ հազա արտադրամասային տարածք մի տարի այնտեղ գործողություններ կան, չեն կարողանում այդ թուղթը մարզայինը, քաղաքայինը սարքել են, գնացրա Եղբայր, sense ոտի վրա այնքան բարդ բան ես ասում, բայց ոտի վրա, եթե հյուսիս հարավ կանգնացանք, հա դուք էի, հա մեկ կանգնացանք, ի՞նչն է խնդիրը, թղթերը գնացա Երևան, ամեն Պիտի ձեզ փոխհատություն տան, բա, բա ինչ եք ուզում, չեք խոչին դոտել, որ են գել այս, ինչ եք ուզում, բա, 50 միլիոնի ներդրում եք այլ, հա, այս պահին 50 միլիոն ներդրում եք այլ, սարկում եք բենզալցակային բան, հիմա համանքայինը, մարզայինը սաղ այդ հարցեր լուծել է, հա, մնում է Երևանում այդ թուղթը ստորագրեն, ամեն ամիսը մեկ գնում է այդ Պարոն Խուդացյան, Պարոն Խուդացյան, Խուդացյան նկարվում է ժամանակ չի։ Պարոն Խուդացյան, այս մարդու թուղթը խիչ եք ստորագրում, չեմ հասկանում, այս մարդու թուղթը խիչ եք ստորագրում, բարև ձեզ, Հեսա որ առավսի ամարտան կապի կլնենք։ որն է ձեր հարցը, Այն որ մեզ անօրինական վտարել էին տնից։ Հայցի ապահովում հարգելիս, Հայցի ձեր ապահովում գործով գիտեք ինչքան ենք զբաղվել, Չէ, ներողություն էլի խնդրում եմ, այդ չեք պատկերացնի, ես ձեր հարցով ինչքան եմ զբաղվել, Արդարադատության նախարարի հետ խոսել եմ, դատախազի հետ խոսել եմ, իրավաբան գործընկերների հետ խոսել եմ, կներեք Շինիքի դատախազը, չէ, բայց հայցի ապահովում եմ ունեցել, պիտի չհանեին հազար ներողություն ես իրավաբան չեմ, բայց հանրապետության ամենապրոֆեսիոնալ իրավաբաններին հարցնել են, ասել են չէ, Պիտի խնդրում եմ էլի հազար ներողություն, բայց իրոք օրերով զբաղվել եմ ես ձեր հարցերով, չեք հավատա, օրերով, ես ձեր հարցով խորհրդակցություն եմ արել։ ասում է, չէ, եթե վտարում կասեցվածը խին հան։ Պիտի խնդրում, ազնիվ խոսք, ես ձեր առաջ լիարժեք ազնիվ եմ արդար եմ, որովհետև ձեր գործով զբաղվել եմ։ Նկարվում։ Շնորհակալ եմ։ Բայց քեզ չտվի։ Տվել եք ինձ, պետք չէ։ Հա։ Հաճույքով, եղբայր, թող իմ ձեռով մի հատ փակցնեմ սենց, հավես։ Ահա։ Մեկ էլ պայքարով տղայենք ազգի համար։ Ահա, սենց։ Հայաստանում։ Չէ՞ եղեք։ Նատ գորացեք ազգական Հայաստանը լա։ Նազ ես էլ էի ձեր Եկեք, երեխեք ջան, եկեք։ Կորիլա, էսա նորը կտամ։ Բայց ուշադիր կլնեք հանկարծ գետնին չընկնի։ Բայց ցույց տվեք մեղրի որտեղ է, այ մեղրի որտեղ է։ Եկա բայ դա։ Ասեք իրար ձեր։ Մեղրի ամենալավ տեղ։ Այ մալա։ Կամ նա դες կարող։ Հա, իհարկե։ Սենց մի քիչ իջնեմ, որ նկարում։ Իհարկե։ Ահա։ Քեզ չտվի էսա կտամ։ Էս էլ վերջու։ Էսա կտամ, բոլորդ կտամ։ Էսա բոլորդ կտամ։ Էլում չեմ տվել, էլում։ Ձեր չեք տվել։ Քեզ տվել եմ։ Ահա։ Էս էլ քեզ։ Հա։ Բատամ, ես ատամ, եղբայր, բեր կպցնեմ իմ ձեռով, որ չնեղանս չնեղվես հանկարծ, ահա, Արի մռուտ ջան, ինչ անունը, վայ անի ջան, շատ ապրես, ուզում ես նկարվես, բա ով նկարի, դե պտտվի սենց, ահա, շատ ապրես, հա երեխեք ջան, Բա ինչի համար եմ եկել եմ ձեզ հետ նկարեմ, գիտեք ինչի համար եմ եկել։ Գիտես անկախ ազատ Հայաստան նվիրի է, պարոն Փաշյանը, չեք իմանա։ Հա։ Բայց վերնգա որտե վերցրիկ, գետնին չմնա հանկարծ, հա, չի կարելի։
Այդ տուրինց ես քեզ ուրիշ նորը կտամ։ Այս երեխեք ուշադիր հանկարծ գետնին չի կարելի։ Հա, իհարկե։ Հայաստանի քարտեզն է, չէ՞։ Բայց ձեր երկիրն է, ձեր հայրենիքն է, չի կարելի։ Դա պայքարում է ձեզ համար ենք անում, մեր անցելագնաց։ Ո՞խի անց է գնացե։ Քանի տարեկան եք։ 68-ը 21-րդ դարում ինչ տարիք է տնաշեն։ Կյանքը լարչևում է։ Այս առողջության ապահովագրությունն էլ մտցրել ենք, որ 99 100 102 Մինչև մի պայքարում եմ։ Տեսնամ եթե վայելելու իմ ազատանկա Հայաստանը։ Արդեն վայելում ենք։ Կարգ եսին ձելի ախպերական։ Չէ, բարոն։ Վայելեն, հետ ամենա։ Ով մնաց։ Մենք կարող ենք վայելել։ Մենք կարող ենք։ Բան խուդացան գնանք այդ կամուրջը նայենք։ Ավտոբուսով թե ոտով։ Դե մի կիլոմետր է քայլենք էլի, քայլելով գնացի։ Տեսություն ենք գալու։ Ահա։ Տեսանք ինձ բարոփաշ։ Հա, եղբայր ջան։ Ես էլ քեզ։ Մերսի շեֆ։ Ուշադիր մենակ գետնին չգցեք։ Բացում եմ մի կիլոմետր է։ Լավ ոչինչ մի քիչ քայլենք մարդկանց հետ։ Լավ եղբայր։ Քաղաքից դուրս է։ Հա ոչինչ, քաղաքի մեջ կքայլենք, հենց դուրս կգանք։ Չենք Կիլոմետր է, էլի, մի կիլոմետր չի, մի կիլոմետր է, լավ։ Քաղաքի մեջ է, դուրսա մի կիլոմետր է։ Չի տարբերվում քաղաքի մեջի ու դրսի մի կիլոմետր իրարից։ Մարդկանց հետ մարդ կտեսնենք, կխոսենք, չենք տեսնի, չենք խոսի։ Երեխեք լավ եք, համով է։ Զգույշ երեխեք, մենակ զգույշ։ Հաջան։ Բա շատ լավ է։ Ես ես գնում եմ ֆուտբոլի։ Որտեղ ես ֆուտբոլի գնում։ Դաշտը չես ակել, մեկի դպրոց մեկ անում, բայց հենց Այս հին բաները խի չեն հավաքում, այս ավտոյի կմախքները։ Տղաներ, բարև ձեզ։ Ոնց եք։ Հələ նայենք ստես ինչ շինարարությունն է։ Էս ինչ եք կառուցում։ Սուբվենցիայով է թե դուք եք սարքում։ Սա ռոյալտի գումարներով է։ 33 միլիոն։ Այդ նոր օրենքով որ բան ենք տալիս, մասհանում ենք տալիս, հիմա եւս մի ծրագիր, այս մարզադաշտը համանքի հարգելի գործընկերներ ուշադրություն, այս մարզադաշտը համանքի ղեկավարն ասում է, որ մենք կարգավորում ընդունեցինք, որ հանքարդյունաբերության ոլորտի ընկերությունները 2%, ինչից է 2%-ը, վերջը գումար են վճարում, մասհանումներ են իրականացնում համայնքին եւ այս մարզադաշտը ագարակի մեղրի չէ որ ընկեր վերջը ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատի կողմից մեր կարգավորման շնորհիվ համայնքին տրվող մասանումների շնորհիվ իրականացվող ծրագիր է մեղրի համայնքը կունենա մարզադաշտ երեխեքներ կգան կխաղան Հələ տեսնենք ստեղ ինչ արտադրամասա մեր ընկերները, բարև ձեզ ընկերներ, ոնց եք, ես ինչ եք սենց եք ես թակ նվեց, սպասեք ձեզ նվեր տամ, սրանց ձեզ նվիր է, Հայաստանի քարտեզն է, կարելի է սենց իմ ձեռով կպցնեմ, նվեր տամ ձեզ, ձեր շորը հաստ այս, դու վերցրու եղբայր, գրպանն է կարա դնի, կներեք 1000 ներողություն, ես է ձեզ շորն էլ ահաս, տեսել ձեզ, գնացինք, լավ եղեք, էլի եկանք, հարգելի գործընկերներ, տեսակ, էլի եկանք քայլելով մեր հերթական ծրագրի իրագործմանը գետնի վրա տեսանք, ես շատ կարևոր բան է,
Պարոն Ռուբինյան, հերթական մեր ծրագիրը եկանք տեսանք արտահայտված գետնի վրա։ Սա շատ կարևոր բան է։ Բարև ձեզ, չեք տեսել, չեմ տվել ձեզ այս բաներից։ Բայկել են, որ ձեզ սրանից նվիրեն։ Այս հենց, հա թողան, բան իհարկե, այս հենց, կկպցնեք ձեր շորին, այս հենց, ես էլ միշտ կպցնում եմ, տեսնում եք հեռուստացույցով, որ կպցնում եմ, սա կպցրած եմ։ Ահա։ Որնա։ Են երկրորդ բարձրախոսը կա։ Չէ, երկրորդը։ Հա, երկուսն էին վրա, հա, պարոն Խուդացյան, արդյոք ես վերջերս այդ ճանապարհով եք, չէ՞ Նռնաձոր գնացել, Նռնաձորի։ Մարզպետի հետ այդ ճանապարհով են գնացել արդեն։ Ճանապարհի արժեքը 3.5 միլիարդ դրամ է։ Դա ճանապարհի առաջին փուլի աշխատանքները, կառուցման աշխատանքները ավարտական փուլում են արդեն գտնվում, առաջիկայում կմեկնարկեն նաև ասֆալտապատման աշխատանքները։ Մրցույթը հայտարարել ենք, հաղթող կազմակերպությունը կա։ Խոսքը Նռնաձորի ճանապարհի մասին է, հիշում եք։ Խոսքը դեպի Նռնաձոր գնացող ճանապարհի մասին է, որը նախկինում երբեք չի եղել։ Ամենահետաքրքիրը գիտեք ինչ է, ես հիշում եմ Նռնաձոր, որ այցարի ես, երբ էր։ Անցյալ տարի էր էլի։ Վերջի, չգիտեմ, 25 թվականին է։ Մեր հարգելի նռնաձորցիները մեկ էլ ասում են, հիմա այդ ճամփեն իսկականից սարքվելու է, ասում եմ Ժորժ ջան, որ ասել ենք սարքվելու է, ուրեմն սարքվելու է։ Հետո ասում եմ, բայց ասֆալտ լինելու է։ Դե ասցինք, որ առաջի փուլում գրունտ կլինի, հետո ասֆալտ էլ կարենք, չէ՞։ Ասֆալտի մրցույթը արդեն կայացել է։ Արդեն այսինքն հələ արանք էլ չի լինի։ Արանք էլ չի լինի, գրունտը կավարտենք, այսինքն գրունտը կավարտենք ու ասֆալտը մի հատ էշին հրապարակը նորից ցույց տանք էլի։ Ուրեմն ժողովուրդ էլի հիշեցնում եմ։ Մեղրիում մարզադաշտը քաղաքային մասշտաբի իհարկե կառուցվում հիմնա վերակառուցվում եւ սա մեր ընդունած են կարգավորման շնորհիվ, որ համայնքի տարածքում գործող հանքարդյունաբերական ձեռնարկությունները իրենց ինչ որ բանաձևով վճարումներ են անում համայնքին եւ համայնքը հա տեսնում եք հերթական անգամ որ մենք քայլում ենք ուղակի եւ ճանապարհին տեսնում ենք մեր ընդունած նախագծի մեր ընդունած քաղաքականության կոնկրետ արդյունքը սա շատ կարեւոր բան է բարև ձեզ սիրելի մեղրեցիներ ո՞նց եք լավ են գործերը Անուր 332 միլիոնի ներդրում ալնելու ռոյալտի գումարներից 332 Իսկ սուբվենցիա ինչքան եք անում Սուբվենցիան 512 միլիոն ագարակում ասֆալտապատում ենք անում Շատ լավ Արդեն 2026 թվականի մոտ 1 միլիարդի սուբվենցիա ենք անելու էլի ասֆալտապատում եւ քաղաքում եւ գյուղերում 6 գյուղում եւ 1 քաղաքում Շատ Բարև ձեզ հարգելի մեղրեցիներ Բարև ձեզ Ինձ այդ բաներից կտակ Բարև ձեզ հարգելի մեղրեցիներ Ոնց եք Բարև ձեզ Ոնց եք դուք քանի տարեկան եք 1000 Շատ երիտասարդ տեսք ունեք դրա համար էի հարցնում դուք առողջության ապահովագրության շահառու եք գիտեք դրա մասին հասցրել եք օգտվել մեր ցանկությունն ունենա որ կարիքը չունենաք բայց եթե հանկարծ Աստված չանի հիվանդանաք իմացեք որ այդ ծառայության հնարավորությունը ունեք Բարև ձեզ ոնց եք եղբայր լավ եղեք Մենակ դուսը մեկ է մի 1000 հոգու Ինչ ես պատմում Բարև ձեզ ոնց եք հələ պատմեք
Լավ, ինչ տրամադրության եք, ինչ ոնց եք, ինչ եք։ Որտեղով է ձեր շենքի մուտքը։ Մյուս կողմից գա։ Այո, իհարկե, բա։ Դիմավորեք, դիմավորեք։ Հիմա կարամ, չէ երեխուն կանֆետ տանք։ Երեխեք սպասեք, հլը երեխեք ինձ սրանին։ Ոնց եք։ Լավ։ Գիտեք մենք ով ենք։ Ճանաչում եք։ Ես վերցրու։ Ապրես։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Լավ եղեք։ Ում չենք բարևել, բարև։ Բարև ձեզ, բարի ծառայություն։ Բարև ձեզ։ Բարև եղբայր։ Բարև ձեզ, էսա գալիս ենք։ Էսա գալիս ենք։ Բարև եղբայր։ Լավ եք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Դուք թոշակ ստանում եք։ Գիտեք որ ավելացել է թոշակը։ Իսկապես չգիտեք։ Դե ապրիլի 1-ին եք ստանալու։ Իսկ մի րոպե, իսկ անկանխիկ առևտրից հետ վճարի ծրագրից օգտվում եք։ Ինչի։ Անկանխիկ չեք կարող առևտուր անել։ Ինչի քարտ ունեք։ Ոնց որ ոնց կարա քարտ չունեք, քարտով չեք ստանում թոշակը։ Ինչի։ Դե անպայման հանեք։ Գիտեք որ նաև առողջության ապահովագրության շահառու եք։ Օգտվել եք առողջության ապահովագրություն։ Դե աստվածտա կարիքը չունենաք։ Առողջ եղեք։ Բարև ձեզ։ Լավ եք։ Տրամադրությունն լավ է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Լավ եք, տրամադրությունն լավ է։ Շնորհակալ ենք շատ հրավերի համար։ Բարև ձեզ։ Պատիվ է մեզ համար։ Չէ, սուրճ չենք խմի, մի հատ կմտնենք, կտեսնենք ոնց եք, ինչ եք։ Հա։ Հարգանքների հավաստիքը։ Հայրիկն է։ Ինչա ձեր անունը։ Մանժելա ջան։ Եկեք նստեք։ Իմ խոնարհումը ձեր ամուսնու։ Իմ խոնարհումը։ Ձեր հետ ճանապարհով գա հետ։ Մի հատ այդ նշանից ու դե փոքրացակ տղա ունեք, հա։ 9 տարեկան, 8 տարեկան։ Ես մի հատ ձեր տանը նվիրենք, հա, սրանից։ Իսկ ինչով եք զբաղվում։ Ես մշակույթի տանն եմ աշխատում։ Որպես մեթոդիստ, ֆիլմեկ դպրոցում գործավար եմ աշխատում։ շատ լավ։ Իսկ աղջիկը։ Աղջիկս 12-րդ դասել Հա, ինչ պլաններ ունեք բա։ Բժշկական ազգանյա։ Ճիշտ է անում։ Դուք իմ քույրիկին եք ճանաչում Արմինե Հարեյան Քերսը, ձեր հետ ուսանողական տարիներին։ Հիմա Բելգիա հայրայզոյի տնօրեն Մակի գրասենյակում։ Շատ լավ։ Շատ լավ։ Արմենը Հարեյանները, ես եմ Հարեյան։ Եղավ, շատ լավ։ Դե Բարև։ նստեք մի բան հյուրասենյակ։ Նստենք, բայց չէ, իրատեսական չէ, որտեղ ժամանակի խնդիր ունենք։ Նախ շնորհակալ ենք հրավերի համար։ Իմ խոնարհումը ձեր ամուսնուն եւ ձեր առաջ շնորհակալ ենք ձեր համբերատարության համար, շնորհակալ ենք ձեր ըմբռնման համար։ Մեր ամբողջ նպատակն է նա, որ մեր նահատակների զոհողությունը մենք վերածենք մի բանի, որը կլինի ամենաարժանի հուշարձանը մեր զոհված եղբայրներին, որ երեխեքը ապրեն խաղաղ, ապահով, բարեկեցիկ երկրում եւ մեր ամբողջ քաղաքականությունը ուղղված է դրան եւ շատ կարեւոր է որ մենք զգում ենք որ հասնում ենք այդ նպատակին։ Ես մի բանով եմ ուզում շնորհակալություն հայտնել, ասած այցի ժամանակ է ձեր մոտ տեսա, ուղղակի պես չստացված ձեր ցույցը, ձեր տիկնոջը ձգեցին կանայք նկարվեցին։
որ մեծ ուշադրություն է դարձվում մեր երեխաների ուսումնակարգության առումով այդ ֆինանսական աջակցությունը, որ իրենք ամեն ինչից վերջ են մնում, էլի, ասենք հնարավորություն ունեն կրթվելու, ամեն տեղ վճարները, ամեն ինչը դուք իրենց ասել բան է կարելի, թե ուզեք զինվապարտության ֆոնդը էլի բավականին մեծ օգնություն է մեր համար։ Շատ լավ։ Գիտեք ինչ շատ ճիշտ ուղղություն է, որ մաքսիմալ կենտրոնանանք կրթության վրա, մաքսիմալ կրթության վրա, որովհետև մեր համոզմունքն է, որ կրթությունն է, որ բոլոր հարցերը լուծելու է, եւ իհարկե հույս ունեմ, որ պարապում եք եւ վստահ եղեք, որ եթե իմանաք կընդունվեք։ Հիմա ինձ ամենաշատը գիտեք ինչն է անհանգստացնում, ես նամակներ եմ ստանում, այսօր ավտոբուսի մեջից մի տենց նամակի պատասխանել եմ, գրել է աղջիկա գրել է, որ բժշկականն ավարտել եմ, ծանոթ չունեմ, որ ընդունվեմ աշխատանքի։ Ես իրան պատասխանել եմ հետեւյալը, ասում եմ, վախենամ, եթե ձեր հույսը ծանոթն է, դուք լավ աշխատանք տենց էլ չգտնեք։ Ձեր հույսը պետքա ձեր պրոֆեսիոնալիզմը լինի, դուք լինեք, որովհետև այսօր աշխատանքի շուկան այնպեսին է, որ պրոֆեսիոնալ աշխատողի համար լավ աշխատող խնդրում են։ Ես բանում մինչև մեղրի ամուսնանալը Երևանում Հայժեյովի գլխամասում իրավաբան էի աշխատում, բան այն ժամանակ Պատրիկ Լորենն էր, դե ամուսնանալուց հետո դե որ եկա հասա այստեղ, միշտ ամուսնուս ասում ոսկի սարեր խոստացար, իբր եկել էի հետո գնայինք, հետո ինձ ասաց ես քեզ չեմ խաբել, ոսկի սարերով լիքը տվել եմ քեզ, հետո այնքան սիրեցի մեղրին, որ չուզեցա վերադառնամ ու այդ կրթության շնորհիվ է, որ ես կանգուն մնացի ու երեխաներս հիմա իմ պայքարը հիմնականում կրթությունն է, կիրթ լինեն, որ կարողանամ մամայս, որ ասում էին, պապաս էլ առաջի Արցախյան միազով էր, մամայս, որ ասում էին, ինչ պարտադիր է տանջվես, ասում էր, թող կիրթ մայր լինի։ Հիմա իմ առաջնային նպատակը ես ամեն ինչի վրա կանցնեմ, այնպես թե երեխաներս այդ կրթությունը մարդ մնա, կրթություն ունենա։ Դրանց ասենք շնորհակալ եմ նաև ձեզանից այդ ազգային ժողովի որոշումներից եւ այլն, որ հովանավորում են, աջակցում են, հնարավորություն են տալիս մեր նման ընտանիքներին։ Շատ շնորհակալ ենք հրավերի համար, մեծ պատիվ է այսօր ինձ համար ձեր հարկի ներքո գտնվել, թույլ տվեք ձեր ձեռքը համբուրեմ եւ ձեզ էլ հաջողություն մաղթեմ։ Տղային էլ կհամբուրեք։ Ես ասի ձեր հետ ճանապարհին կգա երեշտական բանի է։ Լավ եղեք, կարող եմ ես հետա, չի ուզում տուն գա։ Լավ եղեք, դե ամենայն բարի։ Ես եմ շնորհակալ։ Մեղրիում ենք, նաև հետ էինք հիշեցինք, որ հանրային կառավարման կոմիտեում հաստատել ենք Մեղրիի ջրամբարի կառը։ Այո, Մեղրիի ջրամբարի Քանտերը մենակ ջուրն է, ուրիշ բան չկա այդ։ Գիտենք, Մեղրի ես հենց այդ նկատի ունեմ, այդ որ ասում եմ հողերի ծավալներ մշակենք։ Հիմա եթե մենք ճիշտ տեխնոլոգիաներով մոտենանք, այս լանջերին լրիվ կարելի է այգիներ ունենալ։ Եթե ջուրը ասում եմ այն օրը խորհրդակցության ժամանակ գիտեք ինչ եմ ասում, ասում եմ միջև մի մենք մտածում ենք թե գյուղատնտեսության համար բան է պետք, տենց բարձրորակ հող է պետք, բայց ես որ գնացի Էռնեկյանից տեսած այգիները հիմնադրած, տեսա թե որտեղ են իրանք այգի սարքել, քարու քռի մեջ եւ պարզվում է եւ որոշակի բանի մշակաբույսերի համար, որոշակի էֆեկտ ստանալու համար, հենց այդ կարգի ավազուտ հողերն են, որ բան են։ Եթե ջուր ունենանք, այս ամբողջ բանը կարելի է, էլ չեմ ասում, եկեք, այստեղ շատ կարևոր է, որ բարձրարժեք գյուղ մթերք, երբ որ բան անի, որ ծախսը երկարաժամկետում, միջնաժամկետում հետ է։ Այստեղ որ կլիման շատ լավ է, նուռ բոլորը բարձրաժեք են ու թանկ։ Եթե կարճ ասեմ, ճանապարհին խոսում էինք, ճանապարհին ավտոբուսի մեջ խոսում ենք, եթերից դուրս, ասում ենք հա դե Մեղրի այդքան ժամանակա գնում ենք, բայց բոլորից կանխատեսումն էր, որ Մեղրին կենտրոն է դառնում։ Մեղրին իհարկե Իրանի սահմանի հետ կապված ինքը տենց չեղե որ բան ա եղել, բայց հիմա Մեղրին բառից բուն իմաստով այդ որ ասում ենք խաղաղության խաչմերուկ, Մեղրին խաղաղության խաչմերուկի ամենա կենտրոնն է։ Եվ ուզում եմ բոլոր մեղրեցիներին ես շնորհակալություն հայտնեմ այն ըմբռնման համար, որովհետև շատ բարդ ճանապարհ ա եղել, շատ բարդ ժամանակաշրջան ա եղել, բայց
ես բոլոր մեղրեցիներին, բոլոր հայաստանցիներին իհարկե, բայց այսօր որ մեղրիում ենք, բոլոր մեղրեցիներին շատ սիրում եմ, շատ գնահատում եմ, շատ հարգում եմ եւ իրանց ըմբռնումը այս process-ի, որտեղ ինձ հետաքրքիր էր օրինակ այս տրիպ բան եւ այլն, եւ ինչ Պարզա մեր գործընկերների մարզպետ, համայնքի ղեկավար, բայց նաև ուրիշ մարդկանց ծանոթներով ասում եմ մեղրիում ինչ, հետո լուրը եկավ կադաստրի կոմիտեից, երբ որ մենք արձանագրեցինք, որ մեղրիում տների եւ հողամասերի գները սկսել են նվազել, ներողություն, ավելանալ, հասկացանք, որ մարդիկ ամեն ինչ ճիշտ ըմբռնել են, շնորհակալ ենք, շատ լավ Էտել եկեք փոխենք, ոչ թե շատ լավ լինելու է, այլապես շատ լավ է։ Շատ լավ է։ Այդ շատ լավը արդեն սկսել է։ Պահեք միջև։ Այդ շատ տեր կանգնենք այդ լավը։ Հաջա։ Ասենք մեղրիում շենք շինություն անթույլատրել է ասակել, ասենք ինչ նախանձիր է։ Ինչի անթույլատրել է։ Ասենք հյուսիս հարավի համար արգելքա դրած է։ Արգելքա դրած։ Դե տեսեք, իր տեխնիկական գոտիները կա։ Այդ կֆիքսվի արդեն մնացած տարածքներում բան կլինի։ Ես ձեզ ասեմ, իմ կանխատեսումն ինչ է, իմ կանխատեսումն են, որ պետք է ներդրողներ հայտնվեն, ովքեր գան այս շենքերի բնակիչների հետ պայմանավորվեն, այս շենքերի տեղերը կառուցեն ավելի մեծ շենքեր, մարդկանց այստեղ այդ նույն տեղում ավելի լավ բնակարաններ տան, մնացածներ վաճառեն։ Էսա ճիշտ մոդելը։ Որտեղ մեղրին տարածք ափսոս է, էլի։ Ավելի լավ է ինչքան հնարավոր է մաքսիմալ գյուղատնտեսության համար օգտագործենք, դրա համար շենքերի հարկայնությունը բարձրացնենք, որ հողը, այս քիչ հողը կարենանք գյուղատնտեսության համար օգտագործենք, որովհետև մեղրի նուռը, մեղրի թուզը, մեղրի կառալոկը, դա շատ թանկ բան է, մարդիկ որ նուռը չի վաճառվում, գնում են մեղրի նուռ դնում, որ վաճառվի, ճիշտ է, իսկ մենք այդ նուռը կարանք տոննաներով արտահանենք, ամենաբարձրարժեք շուկաներ եւ դրա համար մեղրի հողին պետքա ընդհանրապես ամբողջ հանրապետությունում, բայց մեղրի հողին պետքա շատ խնայողաբար եւ մեր նպատակը այն որ խորհրդակցություն ենք արել այստեղ բոլոր տեղերը որտեղ հնարավոր է այգի դնել, որտեղ հնարավոր է ծառ դնել, այդտեղ ծառ դնել, բայց դրա համար կա մի պայման՝ ջուրը եղավ, կլինի, չեղավ, այդ իրատեսական չի։ Կլինի։ Բարև ձեզ։ Շատ լավ։ Նա տանձերոցիկ կտակ։ Ընկերներ, ոնց եք, ոնց։ Լավ, շատ լավ, որ ձեզ տենց լավ պենում եմ, ես էլ եմ լավ, էլի, բարև ձեզ։ Հյուսարապ գնացել ենք, հիմա էլ գնում ենք, որ կամուրջներ գնանք, այդ կամուրջն սարքում բան է, գիտեք տեղը։ Թունելը վերևն է, ներքևը կամուրջ կա, գիտեք տեղը, հələ դեմ տարեք ցույց տվեք։ Շամբը։ Ներքևի, դե նա տեղը ցույց տվեք, տեղը։ Գնացինք։ Ամբողջ օրը հեծանիվները մտենք։ Բա մի անգամ եկել էի հեծանի վեք քշում, ուր եք չկայիք։ Բամ քնում եք, ես առավոտ շուտ այս ստե արենք բարև։ Ոնց եք։ Ձեզ չենք նվիրել սրանից վերցրի։ Էսքեզ հա դու ունես շատ լավ գնացինք շամբի կամուրջը տեսնելու դուք չեք ասում շամբա բա խոդացան շամբա Մանկապարտեզ գնացել են չէ շուտ եմ գնացել մանկապարտեզ հա աշխատում է նորմալ մանկապարտեզը այնտեղ պրոբլեմներ կա լուծվեց այդ պրոբլեմները լավ է, գոհա, մաման տանը չի ասում, այդ ինչ աշինարությունը լավը չէր, ես ինչ էր, գոհա, չի ասում, ուրեմն լավ է, ասում այդ տենց ասացված կա, գիտես, ասում վատ նորությունների բացակայությունը արդեն իսկ լավ նորությունն է։ Պարոն Ռաչևը, դուք գիտեք, որ Առնոն մեկ գումարած մեկի ենթագիտակցական կրողն է։ Ոնց։ Հարցնում եմ ոնց է, ասում է լավ եմ, դուք որ եկաք ավելի լավ եղա, ասում ինչի, ասում է որտեղ մի հոգում դուս եկա, հիմա 1000-ով շարունակում եմ ճանապարհը։ Բարև ձեզ։ Հա, բարև ձեզ։
հարցը ուղղակի սենց չեմ էլի ուզում ընդհանրապես Առանձին։ Իմ օգնականն աստեղ ուրա պարոն Գևորգյան, պարոն Գևորգյան։ Նամակը ձեզ էլ եք ուղարկել։ Պարոն Գևորգյանը իմ օգնականն է, իր հետ խոսեք։ Գնացինք, երեխեք դե ճամփ են ցույց տվեք, հա նկարվում ենք։ Ուղիղիչն է։ Կամուրջը ցույց են տալի։ Նկարվում։ Գնացինք։ Ում չեմ բարևեմ, մի րոպե բարևեմ։ Ում չեմ բարևեմ։ Բարև։ Եղբայր։ Բարև եղբայր։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ։ Քեզ բարևեցի։ Բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, բարև ձեզ, լավ եք։ Բարի ծառայություն։ Բարի ծառայություն, բարև ձեզ, ո՞նց եք։ Ինչ տրամադրության, ինչ ալի։ Թոշակ ստանում եք։ Գիտեք, որ ապրիլի 1-ից բացանալու է։ Իսկ անկանխիկ առևտուր անում եք։ Այդ մեկը չի։ Եղբայր արեք 10000 դրամ էլ մինչև 10000 դրամ է տեղից կգա վատ կլինի։ Վատ չի լինի, բայց դե չեմ նայել։ Քարտով եք չէ ստանում։ Դե քարտով էլ մի հանեք։ Երեք ամիսը մեկ եմ անում դրա համար։ Դե կամած սովորեք անկանխիկ անել։ Որ փողը ավտոմատ հետ է գալիս, դուք էլ ոչ մի բան չունեք։ Ձեր ատալից 3 ամիսը մեկ անեմ դրա համար ես մի քիչ։ Ինչի։ Այդ ձևապ։ Հանգամանքներ կան տենց։ Հա։ Շատ լավ։ Շատ լավ։ Ճիշտ են գնում երեխեք։ Լավ է։ Ստեղ ավարտվում է մեղրին, թե էլի թաղամասեր կա։ Այո, հալակա թաղամաս չկա, բայց էլ կա մեղրին ավարտելու։ Ագարակ կա։ Գնում եք ագարակ։ Չէ, նկատի ունեմ, եթե մարդկանց չենք հանդիպելու, կարող է բոլորով նստենք ավտոբուսով գնանք։ Մենք է։ Հա, ինչ կլինի, բարև ձեզ։ Հա։ Չեք գա մեզ հետ։ Մի կերպ կտեղավորվենք, ինչ է խանգարում։ Եթե մայրիկս հողի։ Ստեղից ինչքան է միջև կամուրջ։ Հա։ Այդքան հեռու։ Այդքան հեռու։ Որենք է գնում։ Կամուրջ ընդ։ Ինչ։ Ոտով գնանք, թե ավտոբուսով գնանք։ Դե արդեն ավարտվեց։ Թող ավտոբուսները գան մոտենին։ Արե չի ավարտվել հələ կա։ Ավտոբուսները մոտեցին, ավտոբուսով շարունակեն։ Բարև ձեզ, ես ինչ տնկիներ եք վաճառում։ Նուր, կարալոկ։ Հա ենա, նուրա։ Կա, առևտուր կա։ Շատ լավ։ Դա արդեն նեղանում է, էլի բանը չկա։ Շատ լավ, դες ավտոներին թողենք թող։ Հա, ասեք, եկեք։ Մեր մեղրին ամենամեծ սանանամեծ գոտինակություն։ Չէ՞, նայեք, թուրք, պարսիկ, թուրք, վերև, քաջանի վերև թուրք է։ Դա գիտես ինչ համար եմ ասում, բարձր է։ Ասենք մարդիկ հողուն են, այդ օգնությունը որ դուք տալիս եք, յորտին տոներ սարքեն ապրեն։ Մեր ես քաղաքը, Կանեն Դիվիճյանը քաղաք սարքեն։ Առս տոմսը 25 կոպեկ է։ Ինքը սարքեց 50, ժողովրդի մի մասը դժգոհեց, որ ինչու դառավ 50-ներ։ Ինչի տոմսը 50 կոպեկ։ Կինոյի։ Կինոյի։ հա, 25 կոպեկով կինոյի եք նայում, հետո ասում քաղաք եմ սարքում 50 կոպեկ, ժողովուրդը սկսին մի քիչ վատ է նայել, բայց հետո հարմարվան, ասում սատում եք քաղաքում եք ասում։ Հասան Դեմիրճյանի վախտելա թանկացումներ եղել, մեկ չի որ ամենակեզանացել։ Իմացեք ուրեմն Դեմիրճյանի ժամանակ Մեղրիում կինոյի տոմսը 25 կոպեկից դարել է 50 կոպեկ, կրկնակի ավելացել է եւ մեծ դժգոհություն է հարուցել բնակչության շրջանում։ Բայց դա պետք է եղել, որպեսզի Մեղրիին քաղաքի կարգավիճակ տրվի։ Բա երեխեք։ Բոլորը մտածում են քաղաքը, ոչ թե ասում են գյուղ մեղրի հարցակվենք։ Իհարկե։ Իսկ մեղրի մեր պապերը միշտ են ասել,
Մեղրին թոնիրա, ոչ մեկը չի կարա մտնել։ Ժամ կա։ Ո մտի մեղրի դուստար չկա, վեր։ Մի ժամ կլինի, հա։ Մի մեզ չեք թողելու։ Ասացի։ Չէ հալա։ Չէ հալա։ Սպասես մեր մարդկանց բարև ենք։ Բարև ձեզ, հարգելի ընկերներ, ոնց եք։ Նա ձեր մեքենային նվիրենք սրան։ Լավ եք։ Բարև ձեզ, ոնց եք։ Նա ձեզ նվիրենք սրանից։ Լավ եք, լավ է, ամեն ինչ տրամադրությունները լավ է։ Կներեք, որ ձեզ բան ենք անում, հետաձգում ենք ձեր ճամփորդությունը։ Բարև ձեզ, ոնց եք։ Նա նվիրենք, Երևան եք գնում։ Լավ եղեք։ Բարև ձեզ։ Ոնց եք։ Մի հատ նվիրենք ձեր մեքենային։ Մերսի։ Լավ եք։ Բան ունեմ հարց տալու։ Ասա եղբայր։ Խնդրում եմ, եթե գալիս եք։ Հա։ Ուղղակի մեր խնդրանքն, մեր այս հայոց Ասա։ Գոնե մի կողմանի ճանապարհը բաց է։ Հա, եղավ, բաց, հենա բացեցին, գնա, ասեցին ու արեցի, տեղում։ Մերսի։ Երբեք Բարով եկեք մեկ քաղցր մեղրին։ եղավ եղբայր ջան։ Եղավ։ Հա ջան։ Բարև ձեզ։ Ձեր մեքենային մի հատ նվիրենք սրանից։ Ծավով? Չէ, երկար կլինի ծավով։ Բարև եղբայր, մի հատ նվիրենք ձեզ սրանից։ Գալիս են ավտոբուսները։ Բարև ձեզ։ Մի հատ նվիրենք ձեզ։ Լավ եք։ Լավ եք տրամադրություն։ Լավ եղեք, կներեք, որ մի քիչ զաձերշկա ենք անում ձեզ։ Բարև ձեզ եղբայր, կներեք, որ մի հատ զաձերշկա ենք անում, որպես փոխհատուցում մի հատ նվիրենք դրանից։ Բարև ձեզ եղբայր, կներեք, որ զաձերշկա ենք անում, որպես փոխհատուցում մի հատ նվիրենք ձեզ դրանից։ Այստեղ կա ավտոբուս թող գա։ Եկեք երեխեք ստեղ, եկեք։ Երեխեք ով ավտոբուսով մեզ հետ գալու եկեք։ Եկեք իմ կողքով, որ ավտոբուսով գալիս է։ Միջև որտեղ Նիկոլ։ Միջև կամուրջ։ Միջև ավտոբուս չնստենք էլ։ 50 մետր մնաց։ 11 կիլոմետր։ Վայ տնաշեններ։ Բարի օր։ Հա, հեսա է։ Հեսա այդ որ ասում եք կամուրջ։ Ահա, եկանք հասանք։ Բան խոդացա։ Պարվեց տեղը մի կիլոմետր է աղին կարճա։ Ես են Երևանի մի կիլոմետրի չի։ Հեսա հասանք։ Երկու ամսից սանտրություններ են լինել։ Հա? Երկու ամսից սանտրություններ լինելու, հա։ Հա, ում օգտին ես քվեարկելու։ Ձեր։ Գնալու ես ընտրությունների։ Ապրես։ Բայց ոչ է 29% ձեզ են ընտրել։ Հա? 29%-ը քիչ է։ Մեկին է 46։ Քիչ է 29, պետք է մեզ 65 ընտրեն։ Բա։ Դենստեն գնանք, ես չի խուդացա։ Հա? Բայց լավ ես էլ նայենք, հա։ Հիմա նա տենց մեծ բանա, որ գնանք տեսնենք, դե էլ չգնանք ընդեղ ուրեմն, ստեց պոտ։ Ահա, սիրելի հայրենակիցներ, էսա մեր հերթական մեղրի
Մեղրի Քաջարանի, հա, Մեղրի Ագարակ Քաջարանի 14 կամուրջներից մեկը, բարև եղբայր։ Ոնց եք։ Ստեղ եք աշխատում։ Լավ է գնում գործերը։ Նորմալ աշխատավարձ տալիս են։ Շատ լավ է, ուրախ։ Ճիշտ ես, կարամ բան ասեմ։ Խելոք է վարվում։ Ահա, հարգելի գործընկերներ, ես էլ մեր հերթական կամուրջը։ Մյուսն էլ է սենց, պան խուդաչ։ Ճանապարհային հանգույց է, պարոն վարչապետ։ Ինքը ընկնում է արդեն գետի մոտ։ Բաժանարար հատվածում է։ Դե սա կամուրջան է ճանապարհային հանգույց կամուրջ։ Այ այսպես մետր քանդում է։ Հիմա նկատի ունեմ գնանք այնտեղ թե ամփոփ։ Արան գնանք 500 մետր է։ Դե լավ, ստեղից դե ավտոբուս նստենք, մեկը պետք է պտտվենք։ Ցույց տվեք։ Ողջույն, լավ եք։ Շատ լավ է, բարև ձեզ։ Լավ եք։ Երեխեք, ով է գալիս, ավտոբուսով, ով է գալիս։ Մինչև ներքևի կամուրջը։ Բայց կարող է երեխեք հետ դատարկ բանը նստենք, հետևի ավտոբուսը նստենք։ Կտեղավորվենք, թե գնացինք երեխեք։ Քայլեցին ձեզ չեմ բարևել։ Բարև ձեզ, լավ եք։ Ոնց ես։ Դրոշներից մեզ եք։ Կտամ, իհարկե կտամ։ Ես էլ ձեզ, այս էլ ես իմ ձեռով փակցնեմ։ Երեխեք եկեք, շուտ արեք։ Հա? Ագարակ չէ, այսօր ժամանակ չենք ունես։ Ժողովուրդ ջան, ագարակի ժողովուրդ ներողություն եմ խնդրում, բայց եթե ագարակ մտնենք այդ նշանակում է տղեն վիշկի վրա ասպա խնդրում ասպա ձեռով առնում։ Ինչ ասում Արմենը։ Արմեն, ինչ կա, ինչ ես ասում։ Գնացինք։ Եթե չդադարեցնես։ Հա? Երեխեք, տեղում եք բոլորդ։ Երեխեք նստեք։ Դե լավ, դե միտում եք էլ հասնենք ստեղ։ Հատակարակ գնանք։ Գնանք, սպասում են ոնց որ տեսել են գրել են բան վարչապետ։ Լավ, դե տենց կգանք։ Գալիս ենք։ Եթե չեք տեղավորվում, մեծերը թող գնան հետևի ավտոբուս։ Ահա։ Տեղավորվեցիք։ Երեխեք տեղում եք։ Հələ ով տեղում է թող ձայն հանի։ Մի րոպե լտե։ Մեղրի երեխաներ ուշադիր։ Ով տեղում է թող մի հատ բարձր ձայն հանի, որ իմանանք տեղում է։ Իմացանք, որ բոլորը տեղում եք։ Դե գնացինք ուրեմն։ Գնացինք։ Զանգեք տանը, ասեք, որ մի քիչ կուշանակ, թող չանհանգստանան։ Գնացինք, եղբայր, գնացինք։ Չէ՞։ Չեն տեղավորվել, տեղ չկա։ Դե հետևի ավտոբուսում թող տեղավորվեն։ Բայց մեծ է ինքը դենք հետևի ավտոբուս։ Հա, բայց եմ ասում էլի։ Եթե երեխեքից հետո նստում են մի օքի նստեք Հաջան։ Մերսի Ալեքսանդր ջան։ Այս սենց են նայում այ պատգամավորները ազգային ժողովի նախագահի։ Ռեկլամ արեք Coca-Cola-ն։ Ալեքսանյանին եմ ռեկլամ անում։ Coca-Cola-ն ռեկլամի կարիք ունի, ռեկլամ արեք։ Կոլա զրո խմողների դա փակ խմբակ է, էլի։ Երեխեք դե այ հիմի պատմեք, ինչ կա, ինչ չկա, ոնց է, կեսուր եք գնում ընդհանրապես։ Ձեզ կարկանդակ տվեցի։ Առողջապահության նախարար։ Ճանաչում եք, այդ որ կարկանդակա հյուրասիրում գիտեք ով է։ Առողջապահության նախարարն է։ Գայլը չի։
Ահա։ Շատ լավ, հիմա գնում ենք այդ մեծ կամուրջը ճանապարհային հանգույցը նայել։ Որից հետո կգնանք ագարակ, քանի որ մեր ագարակի ժողովուրդը չնայած մենք ներողություն խնդրեցինք, ասցինք չենք հասցնի, մի նեղացեք, իրանք ասին չեն նեղանում ենք, քանի որ նեղանում են, գնանք որ չնեղանան։ Գնացինք։ Եկել ենք ստեղ ասեն։ Բայց երեխեքը տուն մի հատ տող շաշտենք չէ։ Երեխեքը բոլորը մեզ հետ են, Ժողովուրդ ջան, չանհանգստանաք, բոլորը մեզ հետ են երեխեքը։ Տիկին Ավանեսյան, ստեղի շինարարությունը, որ խոստացել ենք ընթանում, հա, հենա, չգիտեմ, ես իմ այցի հետ կապված եք, վերամբաց կռունգը կանգնացրել, թե չէ, այսինքն, ես, հա, էտա, ես էլ մեր սահմանապահների հենակետն է, Ազնիվ գտավ իրան։ Սրա մասին է խոսքը, պարոն Խուդացյան։ Մտիաչ, դու մտիաչ։ Հա։ Հա։ Bravo. Պարոն Խուդացյան, դե եկեք որ պատմեք։ Ահա, հիմա պատմեք։ Նորից բարի։ Բարի ձեզ։ Շնորհակալ եմ։ Պատմեք, ստեղ ինչ է հիմա։ Պարոն Խուդացյան։ Սա Հյուսիս Հարավ ճանապարհային հանգույցն է, այստեղից մեկնարկն է, էլի։ Այս կողմից կարելի է ասել մեկնարկն է։ Ինքը մոտավորապես 200 մետր երկարություն է ունենալու։ Դե շինարարության աշխատանքները արդեն կեսը ընթանում են, այստեղ նաև արտադրական process ունենք, մենք ներքևում կազմակերպության բազան տեսանք, այստեղ շատ բաներ արտադրվում է բետոնային կոնստրուկցիաների մի մասը արտադրվում է տեղում շինարարական ընկերության կողմից, մյուս մասը արդեն ներմուծվում է։ Առաջիկայում նաև կապերը կտրվեն եւ մեծ հաշվով կոնստրուկցիոն մասը պատրաստվում է։ Շարունակվում է դեպի այն հատված եւ ընդդեղից էլի կամուրջներով տեսեք ես ինչ կառույցն է։ Նախալարված Ինչա։ Նախալարված տրանսպորտային հանգույցի համար նախատեսված է ուղղակի, պարոն վարչապետ, նախատեսված ամբողջությամբ
գրեթե ավարտական փուլում է, պատրաստ է մնում է տեղադրենք եւ բետոնացնենք։ Շատ լավ։ Շատ լավ։ Եղավ, շնորհակալություն։ Լավ եք, լավ ամեն ինչ, տրամադրությունը լավ է։ Աշխատանքը որ սեն ծավալի է, արդեն տրամադրությունն էլ լավ պետք է անպատասխանաբար։ Մորքնել ենք արդեն պտտում։ Էտենք վախենում եմ հարցնեմ, գիտեք, չէ։ Դուրջ վախենում եմ հարցնեմ, հիմի գնալու եմ մագարակ, ժողովուրդը ասելու է, բան խոստացա կարիք, չարիք, երբ կավարտեք։ Դե իհարկե դիահերձարանը տենց առանձնապես ուրախառիչ չի, բայց մյուս կողմից կյանք է, ինչ անես։ Հա, այսինքն չեն կարա հույս ունենանք, որ մահեր չեն լինի եւ մարդիկ խնդիր ունեին, որ այդ դեպքերում ստիպված լինեն միջև քաջարան գնան, կապան գնան։ Բաննել ենք անում, ներսում էլ բան վարչապետ, մի փոքր աշխատենք ենք անում, որ համակարգչային շերտագրման ապարատը Շատ լավ։ Շատ լավ, դե ժողովուրդ ժամանակ չունենք, գնացինք, շարունակեցինք, գնացինք ագարակ։ Ստեղ կարանք եթերը ընդհատենք, ագարակում կվերսկսենք։ Երեխեք ոստիկանություն թող ուշադիր լինի, երեխեքը եթե հանկարծ ինչ-որ Արդեն շարժվեցին, մենք դեպի հեսա ագարակ ենք գնալու։ Հա, անջատ։